Ելենա Արշակյանի «Ծովաչքերի պատճառով» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասանները շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալի նկարահանման հրապարակում միշտ ջերմ ու ընկերական մթնոլորտ է, որտեղից պարբերաբար նոր տեսանյութեր ու լուսանկարներ են հայտնվում համացանցում։ Հեռուստասերիալում ամենաթեժ ու լարված սերիաները դեռ առջևում են, հեռուստադիտողներին հետաքրքիր անակնկալ է սպասվում, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հեռուստասերիալում փոփոխություններ են լինելու ու նոր կերպար է հայտնվելու։ Եթե ցանկանում եք իմանալ, թե ով է լինելու նոր կերպարը, ապա անպայման միացեք մեր ալիքին ու դիտեք մեր կողմից պատրաստված տեսանյութերը։ Շատ շուտով բոլորը Սարայից ներողություն են խնդրելու, ինչպես ներողություն խնդրեց Սարոյանը, քանի որ նրան ու Գոռին չեն հավատացել։ Գոռը հենց այնպես չէր անհետացել, ինչպես ավելի վաղ նշել էինք, մահանում է Գոռի ու Դիանայի մայրիկը ու Գոռը ստիպված է լինում շտապ մեկնել Ամերիկա, որպեսզի մայրիկի կողքին լինի գոնե վերջին րոպեներին։ Սակայն մայրը մահանում է ու Գոռը վերադառնում է Հայաստան։ Այժմ Գոռը մեղադրում է Սարային, որ ինչ էլ պատահած լիներ, նա երբեք չպետք է կասկածեր Գոռի ազնվության վրա, եւ նա ճիշտ է, սիրող մարդը երբեք պետք է կասկածներ չունենա, հատկապես Գոռը, որ ամեն կերպ փորձել էր ապացուցել, որ հենց ինքն է մեղավոր։ Գոռը վերադարձել է ոչ միայն Սարայի, այլև Դիանային ցույց տալու իր տեղը։ Նա ամեն ինչ անելու է, որպեսզի Դիանան ստանա իր արժանի պատիժը, բայց մինչ այդ դեռ հետաքրքիր զարգացումներ են սպասվում։ Ռեբեկայի ու Էլկայի հայրը մահացած է, Միսակն է ամեն ինչի մեղավորը, բայց այժմ նա պատասխան չունի տալու, բնականաբար, որովհետև մահացած մարդիկ պատասխան չեն տալիս։ Այժմ ավելի հեշտ կլինի բացահայտել ողջ եղելությունը, բայց երեխաները հոր հիշատակը հարգելու համար հավանաբար թույլ չեն տա, որպեսզի Միսակի կեղտոտ խաղերը ի հայտ գան։ Դուք էլ եք կարծում, որ հենց այդպես էլ լինելու է։ Գրեք ձեր կամքը։ Շնորհավորում եմ բոլորիդ մարտի 8-ը, սիրելի աղջիկներ, սիրելի մամաներ, տատիկներ, բոլորին շնորհավորանքներս։ Ուզում եմ, որ առողջ լինեք եւ միշտ այդպես գեղեցիկ ոնց որ կաք։ Շնորհավորում ենք կանանց տոների արդիվ։ Ցանկանում ենք, որ ձեր աչքերը միշտ փայլեն ուրախությունից։ Յուրաքանչյուր կնոջի մաղթում եմ ներքին խաղաղություն։ Եղեք առողջ, երջանիկ Եվ ամենակարևորը սիրված։ Եվ գնահատված։ Այո։ Սիրելի աղջիկներ, կանայք, սրտան շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ։ Ցանկանում եմ ձեզ, որ միշտ լինեք առողջ, սիրուն եւ ամենակարևորը երջանիկ։ Բարի օր։ Ինքան լավ եղանակա չեմ կարողանում տանը մնալ։ Պապիի տանը էլի։ Իմ տեսարանը չի փախել, եկել եմ դուրս։ Արի։ Չեմ կարող սպասի։ Ուր։ Հողաթափիկներով։ Էմա ջան, քանի որ դու արդեն հասցրել ես Սարայի պահարաններն ուսումնասիրել, ես քեզ ուղղակի մի բան կխնդրեմ։ Խնդրում եմ իմ մայրենի տետրի մեջ կարգինով նկարազարդումներ չանել սովորությանդ համաձայն։ Եվ հետո մի բան ասեմ, իմացիր, միգուցե չգիտես, ես քեզ ասեմ, դու ինձ շատ ես կարոտել։ Դու ինձ շատ ես կարոտել, ուղղակի շատ, այնքան, որ անիմաստ ես համարում այսօրվա նկարահանման գնալդ, ունայնություն է տիրում, սենյակում շունչ չկա, էլի, շունչ չկա, չգիտեմ, դուրս արի խնդրում եմ։ Մի խոսքով դիմացիր, ես 2 օրից կգամ այն։ Քանի դեռ շնորհավորանքներ չեք գրել, ասեմ, որ սա ընդամենը նկարահանում է։ Ասենք նենց ենք ժպտում, իբր նորմալ է, էլի։ Ինչ-որ բան այն չէ, այո։ Եկեք ես հովին կանգնեք։ Ու ես բոթասներով ինչ իմանայի, որ ձյուն կգա, գոնե սապոկներով կմնայի։ Երբ մի քիչ շուտ ես քնելուց շորերը հագել, բայց դեռ քույրիկդ հեռախոսազանգ ունի, ու պիտի սպասել։ Ժողովուրդ, ուրեմն ինձ մնացել է ընդամենը մի տեսարան, որից հետո ես պիտի գնամ տուն, ու Ադրինեն մտածում էր, որ իրեն էլ է այդքան մնացել, բայց պարզվեց, որ շատ ունի, ասա, որ արդար է։
Չի ուզում հասկանամ, սա նորմալ է։ Չէ, ես չեմ դուք եք, սա նորմալ է։ Այո, սիրելիս, որովհետև ես 5 օր թատրոնում եմ եղել։ Խնդրեմ, 5 օրը չի եկես յոնքի։ Այդ ասում եք սարան խեղճա, տեսեք ով է խեղճը ստան։ Ոյ բոլես, ոչի դու էլ տուն կգնաս մի օր։ Մի օր։ Բարի օր բոլորին։ Վերջապես ինձ մոտ ստացվում է ավելի շուտ քնել եւ ավելի վաղ արթնանալ։ Ես այսպես ուզում եմ ինձ համար ռեժիմ սահմանել, ինչը շատ կարեւոր է, դա էլ հնարավոր չէ առանց անհարմարությունների։ Այսինքն մի փոքր քեզ պետք է նեղություն տաս, որ դա կարողանաս իրականացնել։ Եվ այսպես արթնացել եմ 8:30, հասցրել եմ գնալ Զումբայի պարապմունքի։ Ես հասկացել եմ, ինձ գրավում է ոչ թե հենց բուն բարը, այլ այն խելահեղ էմոցիաները, որ այնտեղ ստանում եմ, ժողովուրդ դուք չեք պատկերացնի այդ պարապմունքի ժամանակ ինչա կատարվում։ Ես չեմ կարող նկարագրել բառերով։ Կեսից ավելանում է բաչատան, արաբականը, հնդկականը, բայց այդ ամեն ինչը ինչ որ ուրիշ ակտիվության մեջ եւ ուրիշ էմոցիաներով, միմիկաներով, ձայներով, չգիտեմ, ովքեր մասնակցել են կհասկանան։ Մի խոսքով այսօրվա տրամադրությունս ապահով